Երևանում գիտության շաբաթ է, որը նոր բացահայտումների սկիզբ կդառնա յուրաքանչյուրի համար։ Հարցեր տալու, պատասխաններ փնտրելու եւ անհնարինը հնարավոր դարձնելու ժամանակն է եկել։ Հայաստանի բուհերի ուսանողները մեկ շաբաթ ունեն իրենց նախագծերը ներկայացնելու համար։ Դա անում են մեծ ոգևորությամբ եւ առանց հոգնելու։ Մենք ուսումնասիրում ենք ջրային ռեսուրսները, ուսումնասիրում ենք աղակալվածության հիմնախնդիրը, այսինքն հողերի հետ կապված ուսումնասիրությունները նույնպես իրականացնում ենք։ Արարատյան դաշտում հիմա աղակալված հողատարածքները շատ են եւ հիմնական մեր թիրախը այդ ուսումնասիրություններն են։ Ուսումնասիրում ենք աղակալվածության հիմնախնդիրը եւ որպես օբյեկտ ընտրել ենք Կարինու ցորենը, որովհետեւ մշակաբույսերից հիմնականում դրանք են Հայաստանում ամենաշատ մշակվողները։ Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները ներկայացնելով իրենց նախագծերը կատակում են, երբ գիտես ֆիզիկա դժվար է հրաշքների հավատալ, բայց իրենք այցելուների համար արդեն հրաշագործներ են։ Մենք հոսանք ենք անցկացնում իր միջով, այս լարերով սկսում է հոսալ մեծ հոսանքի ուժով, բայց լարվածությամբ փոքր հոսանք, որը ստեղծում է դաշտ ու այս արդեն մեր ունեցած հաղորդալարով կարելի ասել, ստեղծում է էլի հոսանք, անցկացնում է հոսանք, որի լարումը ավելի մեծ է, բայց հոսանքի ուժն է փոքր։ Այս էլ իր շուրջը ստեղծում է էլի դաշտ, որի շնորհիվ մենք այսենց հեռավորության վրա կարանք Գիտության շաբաթվա կրտսեր մասնակիցներն էլ հասցրին զարմացնել այցելուներին, որպես կանոն նրանց տաղավարները ունկնդիրների պակաս չեն ունենում։ Էսի առողջ լյարդի բջիջներն են, էսի հիվանդ լյարդի ցիրոզ։ Էսի երկու բույսերից ստացած փոշիներն են։ Արնետա։ Ուրեմն ներքին օրգաններն են։ Էսի իրեն ներքին օրգաններ են, էսի իքական սերի բանն է, այսինքն որ ինքը աղջիկ է, էսել արական, այսինքն որ տղա է։ Օրգան համակարգի կառուցվածքը ավելի նման է մարդկանց, դրա համար են կոնկրետ հենց առնետի վրա անում են փորձերը։ Շատ ուսանողների համար գիտության շաբաթը սեփական հեղինակային նախագծերը ներկայացնելու հնարավորություն է։ 3 դեպի եմ հավաքել, անձնական պրոյեկտ է, տնց ուղղակի հավես էր փորձ ձեռք բերել այս սֆերայում։ Գիտության փառատոնը բաղկացած է թեմատիկ 3 մասից։ Առաջին մասը անցկացվել է հոկտեմբերի 1-ից 2-ը, գիտությունն ամենուրեք է խորագրով, երկրորդը հոկտեմբերի 3-ից 4-ը, մասնագիտական կողմնորոշում թեմայով, իսկ երրորդ մասը կրում է գիտական ֆանտաստիկա խորագիրը եւ կանցկացվի հոկտեմբերի 5-ից 6-ը։ Մոնիկա Հայրոյան, Ստեփան Տիգրանյան, Ռիոփան մեդիա։